Հաճախ քաղաքացին տեղեկանում է, որ իր նկատմամբ կա հարկադիր կատարման վարույթ միայն այն ժամանակ, երբ օրինակ չի կարողանում իր բանկային քարտով գնել ավիատոմս, կամ երբ ԴՀԿ աշխատակիցը որոշումը ձեռքին մուտք է գործում ձեր բնակարան։ Ինչ անել ապահովագրելու համար ձեզ այդ իրավիճակներից։ Առաջինը՝ պետք է լինել գրագետ։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե երբ եւ որ դեպքերում է հարկադիր կատարման ծառայությունը գալիս ձեր գույքի հետևից։ Ինչպես է վարույթը տեղի ունենում։ Որ գույքն է, որը ենթակա չէ որևէ կերպ բռնագանձման։ Եվ ինչ է պետք անել, որպեսզի ձեր գույքը չոտարվի ԴՀԿ միջոցով։ Բերեք հասկանանք, որոնք են այն օրինական հիմքերը, որոնք կարող են հանդիսանալ հարկադիր վարույթի սկիզբ։ Դրանք պայմանականորեն կարելի է բաժանել 4 խմբի։ Դրանք են դատական ակտերը, արտադատական, վարչական կամ նոտարական ակտերը, միջազգային դատարանների որոշումները, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարման մարմնի օրինակ ինքնուրույն որոշումները։ Այսպես դատական ակտերի հետ կապված նրանք բաժանվում են նաև հետևյալ ենթատիպերի՝ վարչական, քաղաքացիական եւ սնանկության գործերով բոլոր եզրափակիչ դատական ակտերը, որտեղ նախատեսված է կատարողական վարույթ։ Քրեական գործերով միայն ֆինանսական եւ գույքային պահանջների դեպքում։ Բարձրագույն դատարանների կողմից կարող են կայացվել որոշումներ Սահմանադրական դատարանի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից։ Միևնույն ժամանակ, միջանկյալ դատական ակտերով կարող են կայացվել որոշումներ, օրինակ հայցի ապահովման մասին որոշումը, որը կարող է ենթադրել կատարողական վարույթի նախաձեռնում։ Երկրորդ խումբը դրանք վարչական, նոտարական կարգադրություններն են։ Որոնք են դրանք մասնավորապես։ Օրինակ բոլորիս հայտնի պարեկային ծառայության տուգանքները, ինչպես նաև օրինակ Երևանի քաղաքապետարանի որոշումները, երբ խախտվել է կարմիր գծերի հետ կապված կարգավորումները։ Սրանք եւս ուղարկվում են դատական ակտերի հարկադիր կատարման։ Նոտարական կարգադրությունները, որոնք վերաբերվում են օրինակ տուգանքներին կամ վարկերին, ինչպես նաև ֆինանսական հաշտարարի որոշումները եւ արբիտրաժային տրիբունալների որոշումները։ Երրորդ խումբը դրանք միջազգային դատականատյանների, ինչպես նաև Հայաստանի միջազգային պայմանագրերով ընդունված որոշումների կատարումն է։ Օրինակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը։ Եվ չորրորդը, երբ հարկադիր կատարողը իր վարույթն իրականացնելու ընթացքում կարող է ընդունել որոշում, որ հարկավոր է լրացուցիչ փորձագետների կամ փորձագիտական ծառայության ներգրավում եւ այս ֆինանսական ծախսերի լուծման համար կայացվի առանձին որոշում։ Ինչպես է գործում հարկադիր կատարողը։ Վերջինիս գործողությունները եւս կարող ենք բաժանել 3 փուլերի։ Դրանք են առաջինը գույքի ծավալի բացահայտումը, երկրորդը արգելանքի դրումը եւ երրորդը արդեն իսկ անմիջական հարկադրանքի կատարումը, օրինակ վաճառքը կամ աճուրդը։ Ինչպես է տեղի ունենում գույքի ծավալի պարզումը։ Գույքի կազմը պարզելու համար հարկադիր կատարման ծառայությունը կարող է հարցում ուղարկել նոտար, պետական այլ մարմիններ, ինչպես նաև տեղում իրականացնել գույքի զննում, գույքագրում։ Նաև անհրաժեշտություն է առաջանում պարտատիրոջից ստանալ հայտարարագիր, որտեղ վերջինս ներկայացնում է իրեն հասանելի գույքը։ Անհրաժեշտության պարագայում որոշակի գույքի նկատմամբ հայտարարվում է նաև հետախուզում, որից հետո արդեն իսկ իրականացվում է արգելքի դրումը։ Այստեղ մի կարևոր համաչափության սկզբունք կա, որի մասին պետք է խոսենք, եւ նախկինում այն մեծագույն խնդիր էր։ Օրինակ, ձեր պարտքը կազմում է 50,000 դրամ, սակայն ձեր բանկային հաշիվը, որի վրա կար 500,000 դրամ, ամբողջությամբ արգելափակված էր։ Այժմ, եթե նման իրավիճակ է տեղի ունենում, դուք ունեք իրավունք դիմելու ԴՀԿ եւ պահանջելու, որպեսզի արգելանքի չափը համապատասխանի ձեր պարտքի չափին, հետևաբար կիրառվի համաչափության սկզբունքը։ Եվ այսպես, արգելանք։ Ինչ է տեղի ունենում եւ որ գույքն է առաջինը արգելադրվում։ Արդյոք դա կամային է, թե կա ըստ օրենքի հստակ ընթացակարգ։ Պատասխանն է՝ կա հստակ ընթացակարգ եւ այն գործում է հետեւյալ կերպ։ Առաջինը արգելանք է դրվում պարտատիրոջ կանխիկ եւ դրամական գումարների վրա։
Երկրորդը արգելանք է կիրառվում գրավադրված գույքի նկատմամբ, եւ երրորդը արդեն իսկ որոշվում է ըստ նաեւ պարտատիրոջ կարգավիճակի։ Օրինակ, եթե դուք ֆիզիկական անձ եք, ապա այն կլինի առաջինը ձեր շարժական գույքը, ապա անշարժ գույքը, այնուհետև եկամուտները։ Եթե դուք իրավաբանական անձ եք, ապա դա կլինի բիզնեսում չներգրաված շարժական գույքը, ապա անշարժ գույքը, հետագայում արտադրանքը, ապա այն նյութը, որից պատրաստվելու արտադրանքը եւ ապա միայն այլ եկամուտներ։ Կամայական հերթը չի կարող փոփոխվել, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է դիտարկվել մի հերթից անցումը մյուսին, սակայն սա եւս կարգավորված է հստակ օրենքով։ Դա արվում է միայն այն պարագայում, երբ առաջին կամ երկրորդ հերթի նախատեսված ընթացակարգը չի բավականացնի ամբողջ պարտքը մարելու համար, երբ վերջինիս գտնվելու վայրը հայտնի չէ կամ կան այլ խոչընդոտներ։ Միևնույն ժամանակ օրենքը նախատեսում է, որ պարտատիրոջ եւ պարտապանի միջև կարող է կնքվել մեկ անգամ համաձայնություն հերթականությունը փոփոխելու համար։ Երկրորդ քայլը արգելանքի դնելն է։ Ինչ է տեղի ունենում։ Այս պարագայում հարկադիր կատարողը կարող է ինչպես արգելանք դնել կոնկրետ գույքի վրա, այնպես էլ օրինակ բանկ ծանուցում ուղարկել, որ ցանկացած տեսակի հաշվի վրա կիրառվի արգելանք։ Այստեղ կարևորը կրկին հիշել համաչափության կանոնը։ Այնուհետև իրականացվում է գույքի գնահատում։ Ինչպես է այն տեղի ունենում։ Օրինակ անշարժ գույքի պարագայում այն տեղի ունենում կադաստրային արժեքի գնահատմամբ։ Իսկ եթե բացակայում է կադաստրային արժեքը, ապա այս պարագայում կարող է կիրառվել փորձաքննություն։ Փորձագետի ներգրավում հնարավոր է նաև այն իրավիճակում, երբ կողմերից մեկը առարկում է կադաստրային արժեքի դեմ եւ նախապես կատարում է փորձագետի համար վճարումները։ Մի կարևոր դիտարկում։ Հաճախ իմ վստահորդները ինձ հարցնում են. ճիշտ է, որ միակ բնակարանը անհնար է բռնագանձել։ Սա եւ ճիշտ է, եւ ճիշտ չէ, քանի որ օրենքը նախատեսում է հստակ կարգավորումներ, թե երբ միակ բնակարանը չի կարող բռնագանձվել։ Տեսնենք, թե որոնք են այդ իրավիճակները։ Ուրեմն այսպես կառավարությունը նախատեսել է հստակ նվազագույն շեմ, այն է 7.800.000 դրամ արժեքը, որ եթե ձեր բնակարանը ավելի պակաս արժեք ունի, քան այդ թիվն է, ապա այն չի կարող օտարվել։ Ենթակա չէ բռնագանձման։ Եթե այն ավելի թանկ է եւ վաճառվել է ավելի թանկ գնով, ապա այդ նվազագույն գինը, այն է 7.800.000 դրամը, պետք է վերադարձվի քաղաքացուն, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա գնելու կամ վարձակալելու այլ բնակարան, եւ սրա նպատակն է քաղաքացիների սոցիալական ապահովության երաշխավորումը։ Սակայն այստեղ գործում են բացառություններ։ Միակ բնակարանը կարող է բռնագանձվել այն դեպքում, երբ այն ինքը հանդիսանում է տվյալ պարտքի համար գրավադրված գույքը, օրինակ հիպոթեկի դեպքում, կամ երբ վնասի փոխհատուցումը կապված է պատճառված առողջական կամ կյանքի վնասին կամ հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցմանը։ Բացի բնակարանից կան նաև մի շարք այլ իրավիճակներ, երբ գույքը ենթակա չէ բռնագանձման։ Փորձենք հասկանալ, որոնք են դրանք։ Առաջինը դա անձի կենսամակարդակի, կենսագործունեության համար անհրաժեշտ առաջին օգտագործման առարկաներն են։ Երեխայի խնամքի պարագաներն են։ Հաշմանդամների պարագայում վերջինիս սայլակները եւ այլ վերականգնողական սարքերը։ Ինչպես նաև սովորելու եւ աշխատելու համար անհրաժեշտ սարքավորումները եւ օրինակ գրքերը։ Սրանք այն անձեռնմխելի բռնագանձման ոչ ենթակա գույքն է, որը որևէ պարագայում չի կարող օտարվել։ Կարևոր է նաև նկատել, որ շքեղության եւ պերճության առարկաները, ինչպես նաև մշակույթի գործերը չեն կարող դիտարկվել որպես առաջին անհրաժեշտության պարագաներ։ Օրինակ, միջնադարյան արծաթե գդալները, որոնք որ դուք կպնդեք, որ ձեր ամենօրյա ճաշի համար անհրաժեշտ սարքերն են եւ գործիքներն են, չեն կարող դիտարկվել որպես առաջին անհրաժեշտության գործիքներ, առարկաներ եւ դրանք կդիտարկվեն որպես բռնագանձման ենթակա առարկաներ։ Կան նաև եկամուտի տեսակներ, որոնց վրա բռնագանձում չի տարածվում։ Որոնք են դրանք։ Կյանքին եւ առողջության պատճառված վնասի փոխհատուցումը, ալիմենտը, սոցիալական եւ այլ նպաստները, արձակման նպաստը,
ինչպես նաև այլ պետական մի շարք նպաստներ։ Բռնագանձման նաև ենթակա չեն ձեռնարկատիրական գործունեություն չհանդիսացող եւ տվյալ անձի համար կենսական անհրաժեշտություն ապահովող ընտանեկան կենդանիները, մինչև 2 գլուխ եւ թռչունները, ոչ ավել քան 10, ինչպես նաև սերմնացանի համար սերմը։ Եվ այսպես, շատ կարևոր է հասկանալ, ինչ կարող է անել քաղաքացին, որպեսզի չհայտնվի տվյալ իրավիճակում։ Տեսեք, երբ ցավում է ձեր ատամը, ուր եք դուք դիմում։ Նկարչին, լուսանկարչին, թե ատամնաբույժին։ Երբ ունեք իրավական խնդիր, հարց, ում պետք է դիմեք։ Պատասխանը իրավաբանին։ Ցավոք սրտի, շատ հաճախ մենք հանդիպում ենք իրավիճակներ, երբ քաղաքացին ունենալով իրավական հարց, դիմում է հորեղբոր կնոջը, հարցնելով այն ձեր բարեկամը որոներ այդ խնդիրն ինչպես լուծեց։ Ցանկացած իրավիճակում, երբ դուք ունեք իրավական խնդիր, քայլ առաջին դիմել որակյալ իրավաբանական օգնություն ստանալու համար, որտեղ կարող են ձեզ ուղղորդել եւ դուք հասկանաք ինչպես վարվել։ Առաջինը եւ ամենակարևորը, որ պետք է մտապահել, դա իրավաբանական գրագիտությունն է։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնվել իրավիճակում, երբ իր նկատմամբ կիրառվի կատարողական վարույթ, սակայն այդ մասին չծանուցվի թղթային տարբերակով։ Դրա համար հարկավոր է պարբերաբար մուտք գործել ազդարար EM կայքը եւ ձեր հասցեով հնարավոր բոլոր ծանուցումները տեղադրված են այնտեղ, տեսնել արդյոք կան այդպիսիք, թե ոչ։ Միևնույն ժամանակ, դատական ակտերի հարկադիր կատարումը ունի իր հարթակը CESAAM հարթակն է, որտեղ դուք կարող եք գրանցվել, ունենալ ձեր անհատական կաբինետը եւ եթե որևէ վարույթ, կատարողական վարույթ հարուցվի, ապա այնտեղ դուք կարող եք տեսնել այն, ինչպես նաև վերաբերելի բոլոր փաստաթղթերը, ստանալ եւ ուղարկել փաստաթղթերը։ Այնպես որ էլեկտրոնային հարթակներից գրագետ օգտվելը եւս կարող է օգնել ձեզ արագ եւ տեղեկացված լինել։ Միևնույն ժամանակ, բոլոր կատարողական վարույթները չեն, որոնց հետ դուք կարող եք լինել համաձայն։ Տվյալ իրավիճակում անհրաժեշտ է ժամանակին վիճարկել դրանք վերադասության կարգով կամ դատական ընթացակարգով։ Բոլորն ունեն հստակ ժամկետներ, եւ այդ ժամկետները բաց չթողնելու համար անպայման դիմեք իրավաբանական եւ փաստաբանական ծառայությունների, ստացեք ձեր աջակցությունը։ Եվ ամենակարևորը, երբ ստորագրում եք պայմանագրեր, միշտ կարդացեք ամենափոքր տառաչափով գրված հատվածները, որովհետև հենց այնտեղ է նկարագրված այն պատասխանատվությունը, որը կարող է կիրառվել այն դեպքում, երբ դուք խախտեք պայմանագրից բխող ձեր պարտականությունները։ Եվ հիշեք, բոլոր իրավիճակներում չէ, երբ ԴԱՀԿ վարույթի մասին դուք կծանուցվեք էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։ Օրինակ, բարեկային ծառայության հետ կապված որոշումների պարագայում ես ծանուցում չեմ ստանում եւ միայն հետագայում ստանում եմ հաղորդագրություն բանկից, որ կիրառվել է արգելանք։ Հիշեք, պետք է լինել ֆինանսապես գրագետ, իսկ երբ ունենում ենք ֆինանսական խնդիրներ, ապա չվարանել եւ դիմել ու ստանալ որակյալ իրավաբանական օգնություն։ Այս եւ այլ թեմաների մասին առավել մանրամասն եւ հետաքրքիր տեսակետներ լսելու համար բաժանորդագրվեք ալիքիս եւ թողեք ձեր հարցերը, որոնց մեծ ուրախությամբ կանրադառնամ մյուս տեսանյութերում։ Հաջողություն։